Տիկին Ռիմա, ինչպես է ձեր առօրյան անցնում։ Այ արթնացաք, առողջ կյանքով եք ապրում, եթե սննդակարգին հատուկ հետևում եք, որտեղ դուք կենսաբան եք եւ շատ process-ներ գիտեք ավելին, քան հազարակ մահկանացիները, այսպես ասած։ Դուրս եմ գալի, աշխատում եմ խոսել ռուսների հետ։ Իրանք ինձ հետ շատ քաղաքավարի են վերաբերվում։ Անկեղծ ասած, որ ես համեմատում եմ նրանց մոտ կուլտուրան ավելի բարձր է, քան մեզ մոտ։ Իմ ճանաչած, գուցե հիմա մեզ մոտ էլ բարձր է արդեն այս նոր դարում, չգիտեմ, ես իմ մեղած ժամանակից եմ ասում, որ ավտոբուսում վարորդը կարա կոպիտ դիտողություն անի, կամ մի բան, այնտեղ այդ բաները չեմ տեսնի։ Պատրաստական դուռը բացում են իմ առաջ միշտ, երբ տեսնում են ես գալիս եմ, ինձ ճանապարհ են տալի, դուռը բացում են, եթե ձեռքիս մի բան ունեմ, անպայման վերցնում են հետս օգնում մինչև մուտքը մեր։ Այսպես հարգում են շատ։ Ես գոհ եմ նրանցից։ Իսկ մարզվում եք սննդակարգ։ Ես միշտ ֆիզկուլտուրայով եմ զբաղվել ու այդտեղ բոլորն էլ գիտեին։ Մի անգամ էլ այն պատտվելի ժամանակ վանի մեջ իջնելիս ոտքից խփեց։ Ու ասեցի իրան։ Բակի մարզասարքերի մասն է խոսքը։ Բակի մարզասարքերի մասն է խոսքը։ Բակի։ Պատմեցի հայ ընտանիքներ կան, հետ կինն ասեց. Այ Ռիմացուցիա, ինչ եք ուզում, սպորտսմեններին միշտ էլ ինչ-որ դեպք պատահում է, ինձ կես կատակով, մի խոսքով բոլորը գիտեին, որ ես պարտադիր ֆիզկուլտուրայով զբաղվում եմ, չեմ ամաչում, այնտեղ ընդհակառակ հարգանքով են մոտենում, որ տարեց մարդ ես ու ֆիզկուլտուրան սիրում ես։ Նույնիսկ երեխաներ են գալի, դպրոցի շատ մեծ մոտ է Բաքում, ես շփվում եմ, ես դրանով եմ ապրում, որ այնտեղ աշակերտները շատ են, ես նրանց հետ զրուցում եմ միշտ։ Իրանք ինձ կյանք են տալի։ Ես իմ հուշերով աշակերտների մասին դրանով եմ ապրում, բայց նրանք էլ էներգիա են տալի ինձ։ Տիկին Ռիմա, 70-ում որոշել եք նոր լեզու սովորել, այսինքն այդ անընդհատ սովորելը հիմա մոդայիկ բառ կա։ Չկարողացա, որովհետև ում հետ որ սովորում էի ես, նա Ֆրանսիա ամուսնացավ գնաց։ Ֆրանսերեն էի սովորում։ Հա, ֆրանսերեն էի սովորում։ Գնաց Ֆրանսիա, տարիներ անց նույնիսկ զանգել էր աղջկաս, հետաքրքրում է ես կամ թե չէ, ինչով եմ զբաղված։ Ես միշտ զբաղմունք ունեմ, միշտ գրում եմ։ Այս փոքրիկ գրքույկը ունեմ, բայց այնքան շատ բան ունեմ գրած, որ գամ վերեմ, հետս չի կարող աղջիկս ասավ, դա ծանր է էլի քեզ, իզուր տեղը ծանրացնում ես քո իրերը, կգնանք մի անգամ կամ կուղարկեմ ունենց։ Ես ուզում եմ Էլ ինչով եք զբաղված։ Երբ որ ես այնտեղ չէի, ստեղ առավել շատ զբաղմունք ունեի, շատ հյուրեր էի ընդունում, շատ մեծ տուն ունեի, 2 հարկանի 12-ը 13-ի վրա, այգի և ջերմոց, ամուսինս էլ էր գյուղատնտես, ես էլ, առաջ գյուղատնտեսական եմ ավարտել, հետո մանկավարժական եմ ավարտել, որ ես մանկավարժ աշխատեմ, որովհետև դա ավելի իմն էր, ես այդտեղ ինձ գտա։ Իմ երեխաները, աշակերտները համարում էին ամենահետաքրքիր առարկան դպրոցի կենսաբանությունը։ Դա ինձ շոյում էր, ես էլ եմ աշակերտուհի եղել, բայց ես այն ժամանակ չեմ հասկացել, որ դա է ամենահետաքրքիրը։ Իսկապես ամենահետաքրքիրն է։ Բայց իմ աշակերտները ամենահետաքրքիրն էին համարում։ Երբեմն էլ իրար հետ զրուցելիս իմ մասին ասում են, «Էս մեր ընկեր Գալստյանը ոնց որ յասնավիծ է ծլնի էլի»։ Չի հարցրել դժդասը, բայց գիտի ով է սովորել, ով չի սովորել։ Փորձառությունն է։ Իսկ պայծառ միտքը ինչի շնորհիվ է ձեզ կարդալու, գրելու, լավատեսության, դուք այնքան դրական էներգիա ունեք։ Եվ ուշիմ կարդալու։ Ասենք ես Ռաֆի էի կարդում, չէ՞ Խենթը։ Դրա մեջից մի տետր ունեմ, որ այդ իմ աշակերտական տարիների ձեռս անգել, գրառումներ ունեմ առանձին տողեր, օրինակ այդտեղից Ռաֆու Խենթի մեջից ունեմ այն միտքը, որ սերը գեղեցկացնում է մարդուն։ Դա գեղին էլ գեղեցիկ է դարձնում, սենց մի հատ հետաքրքիր միտք կա։ Այդ միտքը ես գրի էի առել, կամ Աբովյանի մոտ էլի հետաքրքիր, շատ հետաքրքիր միտք կար։ Հիմա ամեն ինչի որ հիշում եմ, ուզում եմ վեր հիշել, գիտեմ որ կար, մոռանում եմ։ Բայց տղաս ինձ խորհուրդ տվեց, մամա ջան, որպեսզի մի քիչ փրկես հիշողությունդ, պետք է շատ, էդ էլ փոքր տղա էս խորհուրդն է,
ուշույով ասպաղվում ինքը։ Պետք է շատ կարդաս բանաստեղծություններ, անգիրանես, ոչ թե կարդաս, անգիրանես եւ միշտ կրկնես։ Ես ամեն երեկո մինչեւ Համու Սեյանի բանաստեղծությունները չկրկնեմ, որովհետեւ սա ավելի ուշ եմ սկսել։ Դպրոցում չեմ անցել, օրինակ Իսահակյան, Շիրա, Աստերյան, նրանք գիտեի վաղուց, բայց Սահյանին Նորեկ բացայտ։ Ու գիրքը դնում եմ, այս գիրքը չի, ինձ մոտ իմ աշակերտուհին ա նվիրել այդ գիրքը, փոքր է եւ ընտրանի է, կարծես թե իմ բացի տակ եմ դնում։ Տիկին Ռիմա, ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, որ նոր թոշակի են անցել, երբեմն շատ հաճախ Հայաստանում համարում են, որ դե թոշակի անցանք, դե վերջ, ինչպես ուժ գտնեն, ինչպես իրենց էներգիան օգտագործեն ներուժը։ Միշտ կարելի է գտնել։ Ինչ ասեմ, տարբեր մարդիկ տարբեր նախասիրություններ են ունենում։ Օրինակ մեկը երեխաների հետ զբաղվել է սիրում, մանկապարտեզում թեկուզ գնան հավաքարար աշխատեն կանայք։ Գործ չի դա, հեշտ դժվար գործ չի հավաքարարը մի քիչ տարիքով մարդկանց համար։ Ովքեր ուզում են աշխատել, կարող օրինակ ես ուզում եի աշխատել, բայց ինձ չթողին։ Ես սկսեցի կարդալ մի քիչ ռուսերենը բառարանով, ռուսերենը դպրոցականի մակարդակով էի գնացել, որովհետև չէի ընկել միջավայրը, որպեսզի խոսակցական լեզուն իմանամ, բայց հիմինտեղ ինձ ասում են, դուք շատ լավ եք խոսում, մենք ձեզ շատ լավ հասկանում ենք։ Այսինքն անընդհատ զբաղվածություն ունեն, որևէ բանում ներգրավված լինեն։ Միշտ։ Ինչպես վայելեն տարիք, ինչպես վայելեն ծերությունը։ Ասում եմ, եւ հետաքրքիր է երեխաների հետ ինձ համար օրինակ, ես դուրս եմ գալի անպայման զբոսնելու դրսում եւ քայլելու համար ինձ պետք է դա, եւ երեխաների համար անպայման նրանց եմ օգնում, նրանցից էներգիա եմ ստանում, նրանց այդ շփումների մեջ, օրինակ կորոնավիրուսով ես ծանր հիվանդացել էի, երբ որ դուրս եկա հանկարծ արդեն 3 ամիս էլ աղջիկս խնամեց ինձ տանր արհեստական շնչառությամբ, լավացա դուրս եկա, 2 քույրիկներ ռուս վազեցին ինձ մոտ, բաբուշկա Рима, вы где были? Мы искали, нигде не нашли, где вы были? Ասեցի, այնքան ուրախացա, շոյվեցի, мы не забыли, вы какие советы нам дали, երկրորդ դասարանցի են ընդամենը, какие я забыла. Դուք ասեցիք մեզ, որ եթե դպրոցում բոլոր խնդիրները ժամանակին լուծեք, ուսուցիչների հանձնարարությունները կատարեք, կյանքի առաջադրած խնդիրներն էլ հեշտ կլուծեք, կյանքը ավելի բարդ խնդիրներ է տալի։ Իսկ եթե դպրոցում լավ չսովորեք, կյանքում դժվար կապրեք։ Мы не забыли это։ Մենք էլ հիշենք ու հետևենք այդ խորհրդին։ Դրա համար ես միշտ ունեմ զբաղմունք, որ ուրիշ բան չլի, այդ երեխաները ինձ հերիք են։ Մի աղջկա դիտողություն արեցի, որ բարձրացել էր Գրիշը այդ ֆիզկուլտուրապարակի գլխի բաները կոտրվող են։ Մոռացա ինչա կոչում շիֆրերը։ Տերմինները, հա։ Դիտողություն արի, ասի իջի, նախ չի ասում, որ դու աղջիկ ես, տենց բարձրանում ես, տղամերին էլ պետք չի բարձրանալ քեզ էլ, հանկարծ կգնես կկոտրվի աղջիկ ջան ձեռքդ, ոտքդ։ А мы родились один раз, должны везде быть. Սենց պատասխան է, առաջինն էր, որ ինձ պատասխանեց, մի 6-րդ դասարանցի աղջիկ էր համարցակ, ասի դե մյուս անգամ երևի շենքի կատարակը բարձրացած ու կփորձես թռչել, один раз родились. Что это значит? Եթե դու ուզում ես իմանաս, ինչ անես, որ один раз ես, Островский կարդա, այնտեղ հերոսը քեզ կասի, ինչպես ապրես։ Երեխաների հետ եմ շատ անցկացնում ես օրս։ Հրաշալի է, ինձ թվում է ձեր ասած խորհուրդները օգտակար են ոչ միայն երիտասարդների համար, այլև նաև մեզ համար։